Հարգելի հեռուստադիտողներ, Գալայ հեռուստաընկերության եթերում կարևորի մասին հաղորդման հերթական թողարկումն է։ Տաղավարում հյուրընկալել ենք ընդդեմ 5% պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանին։ Բարև ձեզ, Տիգրան։ Բարև ձեզ։ Օրենքի վերաբերյալ նախաձեռնության անդամները 25 կետից բաղկացած հիմնախնդիրներ էին առաջ քաշել, դրանցից առաջինը վերաբերվում էր նրան, որ օրենքում պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է, որոնք են հիմնավորումները։ Հիմնավորումը դե ավելի լավ իրավաբանները կասեն, բայց սովորական մարդիկ էլ կպատկերացնեն, որ սեփականության իրավունքը, անձի սեփականության իրավունքը, այսինքն այդ պարտադիր բաղադրիչը սահմանափակում է մարդուն տնօրինել իր սեփական գումարները իր հայացողությամբ։ Դա փաստարկ են բերում, որ մարդը ծախսելու հակում ունի եւ խնայողություն պետք է պարտադրի իրեն պետությունը, որպեսզի մարդը խնայողություն անի, բայց դա այնքան էլ ճիշտ մոտեցում չի իմ կարծիքով։ Պետությունը պարտավոր է մարդու մինիմալ բարեկեցության համար պարտադիր շեմ սահմանել, բայց այս դեպքում դուրս է գալիս, որ բարեկեցիկ կամ ճոխ ծերություն է փորձում պարտադրել ըստ օրենքի։ Այնուամենայնիվ մյուս հիմնախնդիրները վտանգավոր երևույթները որոնք են, որ տեսնում եք, եթե օրենքի նախագիծը հունվարի 1-ից կիրառության մեջ մտնի։ Շատ հիմնախնդիրներ կան, առաջինը ռիսկայնությունն է, որ ֆոնդերը մինչև հիմա պարզ չի թե ինչ ֆոնդեր են, ոնց որ թե մի ֆոնդ լիցենզիա է արդեն ստացել, բայց էլի պարզ չի թե ֆոնդերի հետ ոնց պիտի աշխատեն ֆոնդերը, որտեղ պիտի ներդնեն, ասենք 40% դրսում 60% Հայաստանում սենց խոսակցություն կա, բայց թե ով է պատասխանատու այդ ներդրումների համար, ինչ ոլորտներում է ներդրվելու։ Այսինքն նաև ֆինանսական ռիսկերը գնահատված չեն այս առումով։ Մեր կարծիքով գնահատված չեն, ընդ որում այստեղ էլ իրավազեկման խախտումը կա սահմանադրության, մարդը իրավունք ունի տեղեկանալ խելամիտ ժամկետներում իր նման գործառույթների վերաբերյալ ինֆորմացիա ստանալ։ Ու չկա, ընդհանրապես մի ամիս է մնացել ու չկա այդ ինֆորմացիան։ Այնուամենայնիվ օրենքը մշակողները, մասնավորապես կառավարության ներկայացուցիչները պնդում են, որ սա 10 տարի է եւ որոշումը մեկ օրում չի ընդունվել։ Այս տարիների ընթացքում երբևիցե փորձել եք ինչ-որ հիմնախնդիրների վերաբերյալ բարձրաձայնումներ անել։ Ճիշտն ասած, անձամբ ես 1.5 ամիս առաջ եմ իմացել օրենքի մասին, բայց հիմա որ հետադարձ տեսանյութերը դիտում ենք, մարդիկ փորձել են, օրինակ որոշ падգամավորներ փորձել են բարձրացնել այդ հիմնահարցերը, բայց երևի թե նրանց չեն լսել, չգիտեմ։ Տիգրան, խոսվում է նաև այն մասին, որ պետությունը երաշխիքներ չի սահմանում, թե օրինակ հնարավոր ֆինանսատնտեսական ճգնաժամի դեպքում ինչպես է կառավարվելու այդ գումարները, այս մասին ինչ կասեք։ Ճգնաժամի դեպքում երաշխիքների մասին խոսք չկա, կա երաշխիքներ, երբ որ ֆոնդերը ինչ որ ռիսկայնության պայմաններում կզրոյանան, կսննկանան, այդ դեպքի համար սահմանված է երաշխիքներ, բայց ճգնաժամների հաշվի առնելու երաշխիքներ կարծես թե չկա։ Facebook սոցիալական ցանցում բացվել է խումբ, նախաձեռնության անդամների թիվը որքան է հիմա հասնում։ 13300 մոտ։ Բայց ակցիաներին, երբ որ դուրս են գալիս քաղաքացիները, շատերը չեն մասնակցում, ինչով է դա պայմանավորում։ Ահագին մարդիկ օրինակ կան Սփյուռքից, որ խմբում են, հետո ակցիաները կազմակերպվում է շատ սեղմ ժամկետներում, ասենք 1-2 օրվա մեջ ինքնաբուխ հրատապ ոնց որ հավաք է լինում ու տեղեկությունը շատ դանդաղ է տարածվում էլի։ Դրա համար շատ քիչ են հավաքում, ավելի ճիշտ ոչ թե շատ քիչ, այլ խմբի համեմատ քիչ էլի, խմբի քանակի համեմատ։ Ձեր գնահատում կառավարությունը նման նախագիծ մշակելով ինչ նպատակ է հետապնդում։ Ըստ իրենց մարդիկ ասում են, որ դեմոգրաֆիական խնդիր ունի Հայաստանը, բայց խնդիրը լուծելու փոխարեն ոնց որ հետևանքի մասին ենք մտածում։ Փաստորեն մենք դեմոգրաֆիական խնդիրը չպետք է լուծենք ու հետևանքը լուծենք։ Կարելի ասել, որ հիմնախնդիրը մտահոգել է տեղեկատվական ոլորտի մասնագետներին, ինչու է այդպես։ Նախ առաջի ոնց որ ինֆորմացվողը այդ ոլորտն է եղել, բայց հետո ներգրավել են այլ ոլորտներից։ Հիմա արդեն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում նաև այլ ոլորտներից։ Ինչ եք կարծում, ինչ պետք է արվի, օրենքի նախագիծը հետ կանչվի, ժամանակ է պետք, որպեսզի լրամշակումների ենթարկվի, ինչ առաջարկներ ունեք։ Առաջարկները արվել են, որ 1 տարով հետաձգվի օրենքի կիրառումը ու այդ 1 տարվա ընթացքում բոլոր թերությունները քննարկվի ու շտկվի։
Ամենագլխավորը իմ կարծիքով արտագաղթն է, որին նպաստելու է սա, քանի որ մարդիկ այդ սոցիալական բեռը մի կողմից ու որոշ չափով էլ անվստահության աճը կառավարության իշխանության նկատմամբ մյուս կողմից նպաստելու է արտագաղթին։ Դա իմ համար ամենաառանցքային հարցն է, մնացածները շատ հարցեր կան։ Օրինակ, սենց մի հարց տվեցին մի քանի օր առաջ, ասում են 5%, որ պետությունը պիտի մասնակցություն ցուցաբերի։ Բյուջեում կա այդ գումարները, թե ուղղակի պիտի նկարվի այդ թվերը, հետո 23 կամ քանի տարի հետո խնդիր է առաջանալու, թե որտեղից են այդ գումարները հետ տալու։ Կա խնդիր, օրինակ աշխատող կանանց դեպքում չի հաշվում այդ վճարումները այդ տարիներին, երբ որ նա ֆիզարձակուրդ է, իսկ չաշխատող կանանց դեպքում ընդհանրապես ոչ մի մեխանիզմ չկա, այսինքն ինչ որ ձևով խրախուսվի, որ չաշխատող կանայք երեխաներ ունենան։ Հետո խրախուսվում է քաղաքացիությունից հրաժարվելը։ Եթե դու գնում ես Հայաստանից դուրս, այդ գումարներից ստանալու համար պիտի հրաժարվես քաղաքացիությունից, այդ ֆոնդերից գումարը տեղափոխվի այն երկրի ֆոնդեր, որտեղ որ դու գնում ես, որպեսզի այդտեղից թոշակ ստանաս։ Նման հարցեր։ Հետո օրինակ ստվերային տնտեսությունն աճելու, որովհետև մարդիկ գործատուները այդ բեռից խուսափելու համար ստվեր են մտնելու, գնաճ է տեղի ունենալու, ովքեր որ չեն կարողանալու ստվեր մտնել, բարձրացնելու են աշխատավարձները պարտադրված, որտեղ մարդիկ չի բավարարելու իրանց այդ գումարները ու դա նպաստելու է գնաճին։ Ինչ եք կարծում, օրենքը սահմանում է արդյոք տարիքային խնդրականություն, այսինքն գործատուն հակված կլինի աշխատանքի ընդունել մինչև 1974 թվականից։ Տարիքային խնդրականությունն էլ առանցքային հարցերից մեկն է, որը էլի հակասահմանադրական է, ինչպես ասցիք 74 թվից ներքև վերցնելը, ավելի ճիշտ վերև վերցնելը գործատուին ավելի ձեռնատու է, ինչպես նաև այլ խտրականություն նույնպես կա 74 թվից ծնվածը պիտի 23 տարի մուծի նույն չափաբաժնով, ինչ որ ասենք 18 տարեկան աշխատաշուկա մտնողը 40 տարի պիտի մուծի։ Էլի նույն տոկոսային չափաբաժնով։ Մի ուրիշ հարց էլ կա 500,000-ի ու 25,000-ի ֆիքսված սահմանումը։ Ասենք մի քանի տարի հետո դրամը արժեզրկվում է, միջին աշխատավարձը բարձրանում է ու այդ բեռը պետության վրայից ավտոմատ դուրս է գալիս։ Ասենք 25,000 դրամը գնողունակությունը գցում է։ Այդ նման թվերը պետք է լինեն ինչ որ գործակցային կամ տոկոսային թվեր, ոչ թե ֆիքսված թվեր։ Դա էլ ոչ մասնագիտական մոտեցում է իմ կարծիքով։ Նախաձեռնության անդամները փորձել են գոնե հանդիպում կազմակերպել պատասխանատուների հետ։ Եթե չեմ սխալվում, կառավարության անդամները հայտարարում են, որ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հասարակական լսումներ կազմակերպվել են, շահագրգիռ կողմերը ներկա են եղել։ Վերջին ժամանակներում բավականին մի քանի անգամ լրատվամիջոցներից, հեռուստաընկերություններից հրավիրվել են դեբատների կառավարության անդամները, պատասխանատուները, օրենքի նախագծի հեղինակները, բայց մինչ օրս ոչ մեկ չի եկել հանդիպումների։ Մամուլի ասուլիս են տվել, որտեղ մի քանի հարց պարզաբանել են, բայց այդ պարզաբանումներն էլ լիարժեք չեն։ Օրինակ ասում են մարդը հակում ունի ծախսելու, բայց ինչպես արդեն ասացի, մինիմալ շեմի համար պարտադիր սահմանեք, ոչ թե ինչ որ բարեկեցիկ կամ ճոխ ապրելու համար։ Ու նման փաստարկներ են բերում, որ կառավարության անդամները ասում են, թե մեր ներկայացրած փաստարկները անհիմն են, բայց ինչով են անհիմն չեն մեկնաբանում։ 2 տարի առաջ ներդրվեց կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգը, սակայն արդյունքները ցույց տվեցին, որ այն չաշխատեց։ Հիմա այսինքն այս կերպ փորձում են պարտադրել։ Սա ընդհանրապես պիտի լինի կամավոր։ Խնդիրը նրանում է, որ սոցիալական վիճակը, տնտեսական վիճակը պետության պիտի հասնի այն մակարդակին, որ մարդիկ փորձեն կամավոր միանան, այսինքն ազատ միջոցներ ունենան խնայողություններ անել։ Հիմա մարդիկ հազիվ ապրում են ինչ որ ու այդ միջոցներից պարտադրել, որ խնայել իրատեսական չի։ Որոնք են լինելու ձեր քայլերը, ինչ եք նախատեսում առաջիկայում։ Առաջիկայում նախատեսում է դեսահմանադրական դատարան դիմելու հարցը կա օրակարգում, ինչպես նաև նախատեսվում է նախագահային նամակ ուղղել, դե բնականաբար բողոքի ակցիաներ ու կախված կառավարության արձագանքից հետագան
տեսնենք ինչպես կլինի։ Հասարակական աջակցություն, մասնավորապես նաև քաղաքական դաշտից աջակցություն այս օրերին ստացել եք։ Ընդդիմադիր կուսակցությունները փորձեցին արտահերտ նիստ հրավիրել 4 խմբակցությունները միասնական, հավաքեցին 44 ստորագրություններ, բայց մեծամասնությունը ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը տապալեցին նիստը, այսինքն չեկան քննարկումների, ամբողջ աշխարհում ընդունված է, որ փոքրամասնությունն են բոյկոտում նիստերը, բայց մեր մոտ ոնց որ հակառակն է, մեծամասնությունն է բոյկոտում։ Տենց ու խմբակցությունները փորձելու են աջակցել նաև սահմանադրական դատարան դիմելու հարցում։ Ենթադրում եմ, որ հնարավոր է գործադուլներ լինեն։ Միանշանակ դժվար է ասել, բայց մարդկանց գրպանին, երբ որ անմիջական զգացվի այդ նվազումը, ընդ որում ձմեռը, թանկացումներ, նոր տարի, պատրաստում են տրանսպորտը թանկացնել ու գազի թանկացում եղավ, էլեկտրոէներգիայի թանկացում, այս ամեն ինչը կարող է հանգեցնի գործադուլներին։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, Գալա հեռուստաընկերության եթերում կարևորի մասին հաղորդման հերթական թողարկումներ։ Տաղավարում հյուրընկալել էինք ընդդեմ 5% պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանին։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք